Բարև ձեզ սիրելի հետևորդներ, դուք դարձյալ գտնվում եք Ասիայի խոհանոցում, այսօր ձեզ համար պատրաստելու եմ տապակած խոզի միսը կարմիր կաղամբով և կարտոֆիլով, հիմա կտրտում ենք կարմիր կաղամբը և տապակում ենք, ինքը երկարատև պատրաստվող սնունդ է, կարմիր կաղամբի համար մեզ պետք է նաև խնձոր, մաքրում ենք, կտրում ենք, մեզ հարկավոր է նաև լավրովի լիստ, գլուխսող և մեխակները մեջը դրած, որպեսզի չխառնվի կաղամբին, այսպես դնում ենք կենտրոնում, լավրովի լիստը գցում ենք էլի մեջը, խնձորները մաքրած շարում ենք երեսին, ինչքան որ կտեղավորվի և բերանը փակում ենք ու թողնում ենք լավ եփի, մի 20 րոպեի չափ կարող եք նայել, երբ որ արդեն խնձորները լավ ուռել են, եփել են, ուրեմն պատրաստ է, հիմա մենք կծածկենք բերանը և կթողնենք եփի, արդեն անցել է ահագին ժամանակ, տեսեք ինչ հավեսով խնձորը արդեն եփել է, պյուրեի նման կտրորենք, սոխը միջից հանում ենք, որպեսզի չխառնվի, իսկ խնձորը տրորում ենք կաղամբի հետ, հետո խառնելուց հետո դարձյալ սոխը մեխակով կդնենք մեջը, նորից եփի, մինչև որ կաղամբը պատրաստ լինի, հիմա արդեն վերջնական հանում ենք, որպեսզի կաղամբը համեմենք, մենք վերցնելու ենք կաղամբի համար, համեմելու համար սև բիբար, աղ, պեսոկ և էսենցիա, իհարկե բերանի համով պիտի փորձեք, ձեր բերանի համով կանեք էսենցիան ու աղը ամեն ինչը դե պարզ է, և այսպես արդեն մի փոքր էլ եփեցինք, արդեն պատրաստ է, հիմա միսը պետք է մենք մարինատ անենք, թողնենք մի գիշեր մնա, դրա համար մեզ հարկավոր էր սխտոր ձեթ, կարմիր բիբար, աղ, ռոզմարին և սխտորի փոշի, լավ տեղը տեղին համեմում ենք, ձեթը արխային լցնում ենք, որովհետև հենց այդ ձեթով էլ մենք պիտի իրան տապակենք, հիմա համեմելուց հետո բերանը լավ կփակենք ու կդնենք մի գիշեր մնա, նոր հաջորդ օրը կպատրաստենք, այսինքն տեսք ունի, հիմա սա կփակենք, կթողնենք մի գիշեր մնա, որ լավ ինքը արամատը ներծծվի, այսպես կթողնենք մնա, մեզ հարկավոր է բանջարեղեն, գազար, բողի, սխտոր, սոխ, սունկ, այս բոլոր բանջարեղենները մենք պետք է տապակենք, լավ տապակելուց հետո միսն էլ պետք է տապակենք, բայց մինչև միսի տապակելը մենք պետք է միսը ձիգ կապենք, որպեսզի ինքը ավելի սոճնի մնա և կտորները կտրելուց սիրուն լինեն, նայեք այս ձևով կապում ենք միսը, որ սիրուն ինքը քիփ կտորները սիրուն կտրտել լինի, թելով գործում ենք ոնց որ ասած, այսենց անցացնում ենք, տակից հանում ենք, լավ ձգում ենք ու այս նույն ձևով մինչև վերջ ենք անում, հետո էլ շուռ ենք տալի, հետևի մասերով ենք անցացնում, որպեսզի այդ նույն հանգույցները հետևն էլ ունենա,
Այսենց արդեն ինքը լրիվ պատրաստ է։ Բոլոր կողմերով հուսել ենք թելը։ Այսա նայեք, այսենց խաչուկներով ինքը ձիգ կապած է, ոչ մի բան չի լինի։ Այսենց հիմա այս դիրքով մենք իրան կտապակենք։ Տապակը արդեն դրել ենք տաքանա, հեսա կդնենք, որպիսի տապակվի, այսենց։ Եվ բոլոր կողմերով մենք այդ միսը տապակում ենք։ Ստեղ բանջարեղենն էլ ենք տապակում, միասին, հեսա երբ որ պատրաստ լինի, երկուսը միասին, արդեն կդնենք դուխովկայի մեջ։ Մի կողմը տապակվեց, հիմա շուռ ենք տալի, լավ տեղին տապակում ենք համարյա սենց վառելու նման, որպիսի այդ իրա ամբողջ արամատը տա սոուսի մեջ։ Մեզ պետք է, որ այդ վառված համը տա սոուսի մեջ։ Այսենց լավ տեղին կարմրացնում ենք։ Բոլոր կողմերով, վերևով, ներքևով, կողքերով, նայեք, տակի մասն եմ անում, հետո շուռ կտանք այս մի կողմը, արդեն 4 կողմով եղավ, այսենց սիրուն կարմրացնում ենք։ Հիմա բանջարեղենը արդեն պատրաստ է, լցնում ենք ամանի մեջ, որով որ պիտի դնենք դուխովկայի մեջ։ Միսը դնում ենք մեջը բանջարեղենի, ավելացնում ենք լավրովի լիստ կողքերով, հաշված ենք լցնում լավրովի լիստը, որ վերջացնելուց հետո հաշված հանենք, քանի որ այդ բանջարեղենը պիտի սոուս սարքենք, և դնում ենք ցածր աստիճանի տակ մարմանդ եփելու։ Ընթացքում 15-20 րոպեն մեկ բացում ենք, այսենց իրա հյութը լցնում ենք վրան, որպիսի ինքը սոճնի մնա։ Նորից փակում ենք։ Այսենց հավեսով դնում է։ Հիմա հանել ենք դուրս, միսը շուռ ենք տալիս։ Հաջորդ երեսն էլ որ լավ եփվի։ Հիմա նորից պտտացնելուց հետո կդնենք դուխովկայի մեջ, նորից կտեսնենք, որ ինքը պատրաստ է, թե չէ, կփորձենք։ Հիմա արդեն պատրաստ է, տեսքից էլ երևում է, որ ինքը արդեն պատրաստ է։ Հանում ենք, փակում ենք ֆոլիայով ու դնում ենք նորից դուխովկայի մեջ, որպիսի ինքը տենց տաք մնա, մինչև որ կարտոֆիլ ենք խաշում հետը և այս բանջարեղենից ամբողջ լավրովի լիստերը հանել ենք միջից հաշված, հիմա այս բանջարեղենից սարքելու ենք սոուս, շատ համով, վիտամինով հարուստ, դե տեսնում եք, որ ամբողջը միայն բանջարեղեն է, շատ համով առողջարար սնունդ է, հենց մենակ կարտոֆիլի հետ է կարելի է խաշել և այս սոուսը հետը ուտել։ Անպայման քամում ենք, որպիսի գլատկի լինի սոուսը, ավելացնում ենք կաթնասեր համի համար և այստեղ առանցին սունկ ենք ժարիտ անում, տապակում, որպիսի լցնենք սոուսի մեջ։ Սոուսը կանենք երկու ձևի, մեկը սունկով, մյուսը առանց սունկի, որտև կարելի է և սունկով անել և առանց սունկի։ Ավելացնում ենք սև բիբար համեմունքներից, դե աղը պրոպ ենք անում, բայց հիմնականում միշտ էլ կարիքը չի լինում, որտև մսի աղը ամբողջը տալիս է բանջարեղենին։ Աղ ենք անում և կաթի սեր, իսկ այստեղ լցնում ենք սունկը, ինչպես ասացի։ Հիմա մեր սոուսները արդեն պատրաստ են, կարմիր կաղամբը պատրաստ է, սա էլ միսն է։ Նայեք ինչ փափուկ սոճնի ստացել ենք։
կտրելուց զգացվում է, որ ինչքան ինքը փափուկ է։ Նայեք, սեղմում ենք, ջուրը հելնում է։ Շատ արտակարգ ստացվել է։ Եթե փորձեք, շատ համով սնունդ է, շատ ժամանակատար է իհարկե, նայեք ինչ հավեսով եղել է, բայց արժի։ Սա հիմնականում ոնց որ ասած նոր տարվա սնունդ է համարվում Գերմանիայում, շատ հարգված և արժեքավոր սնունդ է։ Եթե կամենաք պատրաստեք, շատ յուրօրինակ ինքը համով ուտելիք է։ Դե այսքանը